գիտեք մանրամասն իրավական եւ քաղաքական երևույթների մասին խոսում են եւ դեռ կխոսեն իմ գործընկերները, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ փաստին։ Մենք պետք է այսօր ֆիքսենք մի բան, որ երկրում տեղի է ունենում ձայնի գողություն, իսկ ձայնի գողությունը դա սերնդների գողություն է, ձայնի գողությունը դա հավելյալ մեր երկրում հասարակության եւ մեր հայրենակիցների հիասթափություն է, այս մեկ շաբաթվա ընթացքում այն ինչի միջով որ անցնում ենք մենք եւ ստեղ արդեն հարցը նույնիսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության վերաբերյալ չէ, այլ այն թե ինչպես է արձագանքում այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս երևույթներին, կոնկրետ ձայնի գողությանը, սա այն է, որ մարդիկ ասում են, թե ինչպես կարելի է սրանից հետո նորից մնալ այս երկրում ապրել այս անարդարության պայմաններում, պետք է նույնիսկ ասեմ, այսօր Միացյալ Նահանգներից զանգ եմ ստացել եւ այնտեղի մեր հայրենակիցները, տեսեք, որ չեն մասնակցել քվեարկությանը եւ ոչ մի կուսակցությանը ձայն չեն տվել, բայց այսօր ասում են, որ ամբողջ հայությունը խոսում է այս երևույթների մասին, թե ինչպես կարելի է մարդկանց այսպես տգեղ ոչ օրինաչափ ձևով զրկել իրենց ձայնից, իրականացնել այդ ձայնի գողությունը, ԲՀԿ-ում տեսնում եք բոլորը կայացած հասուն մարդիկ են եւ այս մի ձայնն էր նույնիսկ, եթե նույնիսկ հարցը լիներ մի ձայնի վերաբերյալ, մենք դրա հետ այսօր լուրջ խնդիր ունենք, որտեղ քաղաքացու նույնիսկ մի ձայն էլ գողանալը դա ես համարում եմ, որ հանցագործություն է եւ դրա ես ուստի ուզում եմ, որ մենք ֆիքսենք, որ երկրում տեղի է ունեցել ձայնի գողություն, ինչը նշանակում է սերունդների գողություն, ինչը նշանակում է հետագայում մեր երկրում նորից մեր հայրենակիցների շրջանում լուրջ նորից տարանջատումներ, մենք այսքան մեր քարոզարշավի ընթացքում խոսեցինք սոցիալական համերաշխության մասին, տեսնում ենք, որ այսօր նորից այդ համերաշխությունը խաթարվում է, մարդիկ նորից բաժանվում են խմբերի, ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց միանշանակ կարող եմ ֆիքսել, որ անկախ նրանից այն քաղաքացիները, ովքեր նույնիսկ միգուցե ընտրություններին ձայն չեն տվել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, այս երևույթը ինչ որ կատարվում է այս օրերին, նրանք տեսնում են, հասկանում են, դատապարտում են եւ երևույթը անվանում են ձայնի գողություն Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն։